Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու ու տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու։ Մենք հավատում ենք հակառակի մեջ, որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի փոքրացնելու է ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում փոքրացնելու է այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Ինչպես դուք կհարցնեք, պատասխանեմ այսպես. Ադրբեջանի ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է։ Բյուջեի կեսը նավթն ու գազն է բերում։ Իսկ գիտեք, թե ինչքան նավթ է արդյունանում Ադրբեջանը։ Օրեկան 500,000 բարել։ Բարելը դա տակառն է, նավթը տոննայով չեն հաշվում, տակառով են հաշվում պատմականորեն։ 500,000 բարել։ Իսկ ինչքան էր Ադրբեջանը արդյունանում 7 տարի առաջ։ 750,000 բարել։ Այսինքն 30% անկում է ապրել արդյունահանումը Ադրբեջանի նավթի 7 տարվա ընթացքում։ Ինչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում։ Աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ օրը։ Բայց 6 տարի հետո ամեն տարի աճում էր սպառումը մինչև վերջերս։ 6 տարի հետո էլեկտրական տրանսպորտի մասսայականացման արդյունքում 108-109 միլիոն բարելից հետո սկսելու է կայունանալ եւ անկում ապրել նավթի արդյունահանումը։ Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել։ Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից է կախված է ինչ-որ չափով նաեւ գազի գինը։ Իսկ ինչ անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլյուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել, սկսելու է հետ ընկնել մեզանից։ Իսկ ինչ է պետք մեզ անել, որպեսզի առաջ անցնենք, օգտագործելով մեր սփյուռքի պոտենցիալը, մեր ազգային պոտենցիալը, ես կներկայացնեմ հաջորդ մեր խոսակցությունների ժամանակ։